Ես խոսելու եմ ոչ միայն որպես պաշտպան եւ որպես անտիֆեյքի խմբագիր, այլ պարզապես նաեւ որպես լրագրող, իրավաբան եւ քաղաքացի, ինչպես տեսնում եք, ես եւ մեր թիմը անտիֆեյքը հրաժարվել ենք համակերպվել Նարեկի եւ Վազգենի կալանավորման հետ եւ հրաժարվել ենք համակերպել Հայաստանում խոսքի լրացման փորձի հետ։ Մենք թակում ենք հնարավոր բոլոր արևմտյան կառույցների դռները, միջազգային կառույցների դռները, տորպեդահարում ենք մեր նամակներով, նախորդային 40-ից ավելի նամակներ ենք ուղարկել միջազգային կազմակերպություններին եւ նաեւ աջակցություն մեր գործընկերների աջակցության շնորհիվ, մասնավորապես այս համատեքստում, ինչպես պարոն Մելիքյանը նշեց, ես էլ ուզում եմ շնորհակալություն հայտնել Հայաստանի ժուրնալիստների միությանը, նաեւ մեր գործընկեր լրագրողների եւ կառույցների աջակցության շնորհիվ մեր այսպես դռներ թակելը տեղ է հասել եւ Եվրոպայի խորհրդի լրագրողների անվտանգության հարթակը հնչեցրել է առաջին մակարդակի կոչ ահազանգ, որը շատ լուրջ նշանակություն ունի, լուրջ այն առումով, երբ որ համար 1 կամ առաջին մակարդակի ահազանգ կոչ հնչեցվում է այն դեպքում, երբ վտանգ է սպառնում լրագրողի կյանքին, առողջությանը կամ մեդիայի գոյությանն առհասարակ։ Այսինքն նման հայտարարություններ եւ ահազանգեր հնչում են, երբ որ սպանվել է լրագրող, ֆիզիկական վնաս է կրել, նա կամ նրա ընտանիքի անդամները ենթարկվել են բռնության կամ պարզապես կա լրատվական Մելիքյանը խոսեց։ Արչևում նոր տարի է եւ Հայաստանի բանտերում կան կալանավորված քաղբանտարկյալներ, այդ թվում մեր կայքի հիմնադիր Նարեկը Սամսոնյան, հիմնեմի ոդքասթի վարող եւ համավարող Վազգենը Սաղաթելյան, ովքեր բանտում են ոչ թե բռնություն գործադրելու, ոչ թե մարդ սպանելու, ոչ թե սպառնալիքներ հնչեցնելու, այլ սուր քաղաքական քննադատության ենթարկելու համար։ Սա նաև պետք է դիտարկել այդ մարդկանց ընտանիքների տեսանկյունից, ովքեր որ հնարավոր է, որ նոր տարուն անցկացնեն բանտում միայն խոսք հնչեցնելու համար։